Ես երեկվանից ծնողների հետ եմ եւ ուզում եմ ասել, որ այստեղ ոչ թե խնդիրը որևէ պաշտոնյան է, այստեղ խնդիրը անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների գտնելու հույսն է։ Վերջին հույսը այս ծնողների համար եղել է ԱԱՑ տնօրենը, ով ըստ էության իրենց համար որոշակի քայլեր է իրականացրել, որոնք որ հավատարժան են եղել։ Հասկանալի է, որ արդյունք չունենք եւ 5 տարի ծնողները փնտրում են իրենց երեխաներին կամ գոնե այդ երեխաների մասունքները։ Բայց դուք գիտեք ինչ զավեշտի մեջ ենք մենք ապրում եւ այստեղ ծնողներ կան, որ այդ ծնողներին տվել են 3 ձեռք մի գանք եւ ասում են քո երեխան է DNT-ով հաստատված, դու տար եւ ուղարկավորի ու հանգստացի։ Բայց հասկանում եք զավեշտը ու ծաղրանք, այսինքն դու այդ ծնողին որ տվել եք հարգելի քննչական ծառայություններ, իրավապահ մարմիններ, դուք չեք ամաչում ձեր արածի համար։ Ու այս մարդիկ, որ այսօր եկել են փակել են Բաղրամյան պողոտան, իրենք ոչ թե եկել են ինչ-որ պաշտոնյայի վերադարձի համար, իրենց վերջին հույսի համար են այստեղ։ Իրենց վերջին հույսը, որտեղ ասում են մենք տեսնում ենք, որ որոշակի տեղաշարժ էր նկատվում, եւ շատ կարեւոր է նաեւ, որ այս ընթացքում հասել են նրանք այն արդյունքին, որ ամեն առանձին երեխայի դեպքով կա հարուցված վարույթ եւ առանձին որոշակի գործողություններ են իրականացվում, այսինքն փաստահավաք որոշակի գործողություններ արդեն արվել են։ Հիմա ամեն մի անգամ, երբ որ նոր պաշտոնյա է գալիս, հիմա պիտի գա ասի, դե ես մի հատ ծանոթանամ, մի հատ հասկանամ, այսինքն շարունակականությունը չի ապահովում։ Եվ ծնողների մտավախությունը հենց դա է, որովհետև անցած անգամ, որ ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել այս թեմայով եւ նույն ծնողները ազգային ժողովի շենքում էին, քննչական ծառայության ղեկավարը չէր կարողանում պատասխանել մարդկանց հարցերին, որտեղ իրապես մարդը նոր էր նշանակվել եւ չէր տիրապետում, եւ դա բնական է։ Հիմա այս սա է ծնողներին բերել հասցրել այս ծայրահեղ իրավիճակին, որ իրենք ուզում են, որ լինի մեկը, ով երաշխավորված իրենց հարցերին կպատասխանի եւ երաշխավորված կզբաղվի իրենց երեխաների խնդիրներով։ Իսկ իրենց երեխաների խնդիրը մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի թասիբի ու նամուսի հարցն է։ 2021 թե 22 թվականի հունվարից անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցված են։ Եվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ուզում եմ նկատենք, որևէ քայլ չի իրականացնում անհետ կորածների վերադարձի հարցը կամ մասունքների որոնողական աշխատանքների հարցը ներառվի բանակցային գործընթացում։ Գիտեք, որ խաղաղության փաստաթղթում այդ, չգիտեմ դրա վերնագիրը իրականում ինչ է, իրենք վերնագրել են խաղաղության պայմանագիր, այդ փաստաթղթում չկա անհետ կորածների հարց, գերիների վերադարձի հարց։ Որևէ բանակցային գործընթացի մասին, երբ որ մենք ստանում ենք պաշտոնական տեղեկություն, մենք չունենք տեղեկություն այն մասին, Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հարցը, այսինքն երբ են սկսվելու որոնողական աշխատանքները։ Վերջը այս մարդիկ իրենց մինուճար, իրենց ընտանիքում մեծացած իրենց մի մսի կտոր երեխաներին տվել են պետությանը եւ հիմա իրավունք ունեն պահանջելու։ Բա դու բերել ես 3 ձեռք ես տվել մարդուն կամ այն մի ծնողի դեպքում ընդհանրապես զավեշտալի էր, ասում եմ երեխան շատ փոքրամարմին երեխա է, բերել են 43 համարի, մեծ ոտք են տվել, ասում են չէ, սա է քո երեխան։ Այսինքն այս ծաղրանքի վերջը երբ պիտի գա։ Չի կարելի։ Ու այսօրվա այս անհնազանդության ակցիաները, որ այստեղ են, հետո գնում են հերացի ծնողները, հետո չգիտեմ ինչ անհնազանդ, ուզում են պարալիզացնել որոշակի Երևանը։ Նրանց հոգու ճիճն է։ Իրենք ուզում են իրենց երեխաներին, ուրիշ ոչ մի բան, ոչ մի քաղաքական պահանջ, որից որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները խրտնում են, ոչ մի ուրիշ պահանջ։ Զրույցում բողոքում էին, որ վարչապետն հայտարարել է ուրիշ երեխա չունեք, գնացեք նրանցով զբաղվեք։ Այո, փաստորեն Նիկոլ Փաշինյանը ինչ կոչ է անում։ Երեխա եք ունեցել, մահացել է այդ երեխան, անհետ կորել է իմ մեղքով, որտեղ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Եվ այդ գերագույն գլխավոր հրամանատարի կեպ կան դնելով չի մենակ։ Այդ նաև ունի պատասխանատվություն։ Հիմա այդ մարդը այդ պատասխանատվությունից խուսափելու համար ասում է դե համարեք այդ երեխան չկա, դու գնացեք ձեր մյուս երեխաներով զբաղվեք։ Տենց հեշտ է, հա։ Այսինքն երեխա կորցնել այդքան հեշտ բան է։ Ես ուղղակի չեմ հասկանում այս մարդկանց տրամաբանությունը։ Դե ասել է գնացեք ուրիշ երեխաներով զբաղվեք, մոռացեք այս մյուս երեխաների մասին, հիմա իրանք չկան։ Բավ պետք է պատասխան տա։
Բռնել եք բոլորին դավաճանության համար, չգիտեմ, տարբեր հոդվածներով դատարաններ եք տանում բերում։ Ոչ մեկի դավաճանություն եք կարողանում ապացուցել։ Ոչ մեկի համար կարողանում եք որևէ փաստարկ բերել։ Վերջի այս երեխաները ինչու չկան։ Ուր են։ Եթե չկան գոնե, այս մարդկանց վերջնականապես կանգնեք ասեք ձեր երեխաները չկան, չեն լինելու, հաշտվեք այդ մտքի հետ։ Այսինքն դուք ոչ մի պատասխան չեք տալի 5 տարի տանում, բերում, լավ իշքան կարելի է, այս մարդկանց հոգեվիճակի մեջ էլ չէ պետք մտնել։ Տիկին Թովմասյան նոր ժամանակավոր պաշտոնակատարին որքան ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրի այս գործը։ Ես գիտեք, ես ուզում եմ ասել, որ նոր ժամանակավոր պաշտոնակատար այդ համակարգի համար նոր մարդ չէ։ Երկար ժամանակ ԱԱՑ տնօրենի տեղակալ ա եղել ու ինքը վստահաբար ես գիտեմ, որ տեղյակ է խնդրին, այսինքն այնպես չի, որ ինքը տեղեկացված չէ։ Բայց այնուամենայնիվ, այստեղ կա ուղղակի փոխադարձ հարգանքի, այսպես ասեմ, պահանջատիրություն ծնողների կողմից, որ ասում են ընդհանրապես խնդրում եմ եկեք եւ պատասխանեք մեր հարցերին կամ տվեք երաշխիքներ։ Երեկվանից մոտ 2-3 падգամավոր են դուք հանդիպել անհետ կորածների, հարազատների հետ, ինչով է պայմանավորված, որ իշխանական թևից էլ որևէ մեկը չի հարգում եւ չի իջնում։ Այսօր ազգային ժողովում նիստի ժամանակ դուք ելույթ ունեցել եք այդ թեմայով։ Ես ելույթ չեմ ունեցել, որտեվ ձևաչափը թույլ չէր տալիս գրանցված չէի, բայց իշխանական падգամավորները ծաղրում էին, ասում են, դե մարդիկ գնում են, նկարվում, դուրս են գալիս, մենք կանչել ենք, լսումներ են կարել։ Ո՞ւմ է պետք քո լսումները։ Իրենց ոչ թե լսում է պետք, իրենց երեխաներն են պետք։ Ողջ կամ մահացած, բայց իրենց երեխաներն են պետք։ Դուք այդ հարցը լուծեք։ Լսում ես կարող եմ հրավիրել որպես ընդդիմադիր падգամավոր, դուք էլ գաք պարտավորություն ունենաք պատասխանելու այդ հարցերին, բայց ոչ թե դուք կանգնեք ու ասեք, որ հա, դե մենք լսում ենք կազմակերպել։ Մեծ հզոր գործ են արել, լսում են կազմակերպել։ Հարազատները պահանջում են ազգային անվտանգության պաշտոնյայի հանդիպումը, այնինչ իրենց հանդիպումները գալիս են ոստիկանական ներքին գործ։ Չէ, 3 ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպա կար այստեղ, այո, եւ 3 նա ամեն ջանք գործադրում էր, որպեսզի ծնողները համոզվեին եւ վստահ լինեին, որ ամեն ինչ արվում է եւ վստահ լինեին այնուամենայնիվ, որ իրենց հետ հանդիպում լինելու է եւ կարծեմ օրը նշանակված է վաղը։ Պարզապես այստեղ ծնողները մարդկային վերաբերմունքի կարիք ունեն եւ իրենք ասում են խնդրում ենք թող ինքը գա այստեղ գա մեզ հետ հանդիպի եւ տա երաշխիքներ ուղիղ եթերում նաեւ, այսինքն տեսախցիկների ներկայությամբ տա երաշխիքներ։ Ծնողների պահանջը սա է, տա երաշխիքներ, որ այդ գործի շարունակականությունն է ապահովելու։ Չգան ասեն նորից, դե 0-ից սկսում ենք։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանը 0-ական կետից սկսեց, տեսանք ինչ եղավ։ Փաշինյանը եւս 3 հայտարարության պես մասին հանդես եկավ, որ վստահեցնելով, որ գործընթացը շարունակվել է կարծես։ Գիտեք, Փաշինյանը, այո, հայտարարեց, որ ինքը շատ հաճախ հանդիպում է ծնողների հետ, ինքը ծնողների հետ հանդիպման ժամանակ չի թողնում լուսանկարեն, որովհետև ինքը չի հանդիպում լուսաբանման համար։ Այդ ինչի ձեր դվածեղը նկարում եք։ Այդ ինչ մի թաքուն բան եք խոսելու ծնողների հետ, որ ասում եք մենք հանդիպում ենք, բայց չենք նկարում։ Ես ծնողներին հարցնում եմ, ասում են ինքը մեզ չի հանդիպի։ Երբ էլ հանդիպել է, դրա մասին բոլորը իմացել են, այսինքն այնպիսի հանդիպումներ չեն եղել, որ դրանք լինեն գաղտնի, եւ երկրորդ, այդ հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել։ Այս մարդիկ արդյունք են ուզում։ Լավ 5 տարի կարելի է ծնողներին թողել փողոցում։ Կիսում եք մտավախությունը ծնողների, որ գործընթացը կմտնի փակուղի եւ որևէ մեկը չի զբաղվի սրանով։ Ես անկեղծ ասած, այո, կիսում եմ այդ մտավախությունը, որովհետև եթե 5 տարվա ընթացքում որևէ դրական տեղաշարժ չունենք, ես չեմ հավատում, թե առաջիկա 5 տարիների ընթացքում որևէ դրական տեղաշարժ կունենանք։ Վաղը վարչապետ Փաշինյանը մեկնում է ընկալել, որ թեման այնտեղ եւս կքննարկվի։ Ես չեմ պատկերացնում, որ կքննարկվի, ուրախ կլինեմ, որ որևէ կերպ սայլը տեղից շարժվի եւ այս անհնազանդությունը իսկապես նրան մտածելու տեղիք տա եւ նրանք այո փորձեն որևէ առումով բանակցային օրակարգ բերել ոչ միայն գերիների վերադարձի հարցը, ինչի համար եմ կասկածում, այլ նաեւ անհետ կորած եւ բռնի անհետացած երիտասարդների հարցը։ Չգիտեմ, չեմ պատկերացնում։